բաղկացած երկրում եւ կա խոչընդոտներ եւ օգնող հանգամանքներ։ Խոսքը ընդհանուր միտման մասին է։ Այ ընդհանուր միտումը վերում է վերջնարդյունքով, հա որ դու երեկոյան գալիս ես տուն, դու զգում ես որ այնուամենայնիվ ինչ-որ խոչընդոտներ են, որոնք դու լավ հաղթարես եւ գնում ես առաջ, թե այնուամենայնիվ այնպես խոչընդոտներ են ստեղծվում, որ դու սկսում ես կամած հետ գնալ եւ զգում ես որ այս պայքարը չի բերում բան։ Վստահորեն կարող ենք ասել այն եւ Տիգրանն էլ ինձ հետ կհամաձայնվի, որ այդ ճանապարհը ցանկացած բիզնեսմենի մոտ ծնում է չհանձնվելու եւ համառության այս բնավորությունը, որ գնալ մինչև վերջ։ Խնդիրը տեսեք ինչումն է։ Մենք բիզնեսը այսպես է, մինչև այդ տարբեր գաղափարներ ենք ունեցել։ Ամեն քայլ կատարելը դա այսպես կոպեկ ենք նետում, ղուշ եւ գիր։ Պայմանականորեն հաջողությունը անվանում ենք ղուշ, անհաջողությունը գիր։ Նետում ենք ղուշ են գնում, անհաջողություն։ Երկրորդ անգամ ենք նետում անհաջողություն։ Ամեն նետելը իրենց ենթադրում է ինչ որ ծրագրի ծնունդ եւ իրականացում։ Մեր ուսումնասիրությունները շրջապատի եւ այլն ինչ ենք տեսել, որ սովորաբար երբ որ բողոքում են, երբ դա տեղի ունենում, երբ որ երկրորդ, երրորդ նետումից հետո անհաջողություն են գնում, հանձնվում են։ Խնդիրը գալիս է հետեւյալում, շարունակել նետել։ Չի կարող 4-րդ էլի անհաջողություն, 5-րդ էլի անհաջողություն, 6-րդը պետք է հաջողություն ունենա։ Հասկացա։ Ձեր կրեդոն ես հասկացա։ Մեր կրեդոն հետեւյալն է, որ այնուամենայնիվ օրերից մի օր պետք է հաջողության կողմն գնի։ Այնուամենայնիվ խոչընդոտները մեր երկրում